Այս ահասար սուր կադրերը Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի եւ նրա քրեական ոստիկան ընկերոջ, ով այդ ժամանակ ծառայության մեջ չի եղել, սպանության պահից են։ Ֆիքսել է տան տեսախցիկը։ Ակնհայտ երևում է մարդասպանը հայտնվում է զոհերի ուշադրության կենտրոնում, վայրկյան չանցած սկսվում է կրակահերթը։ Մերձավանի Երևանյան խճուղում շաբաթասկզբին կատարվածը ցնցեց հայ հասարակությանը, երեքշաբթի կեսգիշերից 10 պակաս էր ոստիկանությունը ստացել ահազանգը, այստեղ կրակոցներ են հնչել կա առնվազն 2 զոհ, 1 վիրավոր, ընդ որում այս տեղանքը գոնե վերջին 1 տարվա ընթացքում երկրորդ անգամ է կրակահերթերի տակ հայտնվում, բայց ամեն բան հեշտով, Փարաքարի համայնքապետն ու նրա ընկերը տեղում են մահացել, երրորդ անձին Արծրուն Գալստյանին տեղափոխել են հիվանդանոց։ Արկա է մեխանիկական վնասվածք, ներհրման և դպրման տեսքով։ Մեր երկրի վիճակը շատ վատ է, գիտես ինչ համար, որովհետև ով ուզում է ինչ-որ մի բան անի երկրի համար, իրան վերացնում են, դեսեք տան բան կասեն։ Ոչ մի թշնամություն ինքը չի ունեցել, բացարձակ, ինքը այլ մարդը չի եղել, որ թշնամի կարող է ունենալ, բոլորը հարգել են, բոլորը սիրել են, ինքը բոլորի կողք եղել է որպես լավ անձնավորություն։ Միևնույն ժամանակ որևէ կասկածյալ նույնիսկ չունենալով իշխանությունները կտրուկ հերքեցին հնարավոր վարկածը, թե գործ ունենք քաղաքական սպանության հետ, հանցագործության, որը կատարվել է համայնքի ղեկավարի քաղաքական համոզմունքների պատճառով։ Գրիգորյանն ընդդիմադիր էր, ընդամենը 5 ամիս առաջ միասնություն դաշինքով Փարաքարում հաղթել էր իշխող քաղաքացիական պայմանագրին, ստանալով շուրջ 6500 քվե կամ ընտրություններին մասնակցած քաղաքացիների շուրջ 57% վստահությունը։ Քաղաքական պատվեր չի, պարզվի, մեղավորները պատասխան տան։ Բայց եթե պարզված չի, ինչ գիտեք, քաղաքական է, թե քաղաքական պատվեր չի։ Քաղաքական չի։ Այս տանը, որի մերձակայքում էլ համայնքապետին սպանեցին, Գրիգորյանները չէին ապրում, առանձնատունը դեռևս կառուցման փուլում է, եւ ըստ լրատվամիջոցների տեղեկությունների, որոնք հղում են անում ընտանիքի անդամներին, Վալոդյա Գրիգորյանը սովորականի պես, ինչպես գրեթե ամեն օր, աշխատանքային օրվա ավարտից հետո գնացել էր հետևելու շինարարության ընթացքին։ Արդեն տարածքում բնակվողների տեղեկություններով սեպտեմբերի 23-ին նա որոշել էր այս հասցեում մնալ մինչև կեսգիշեր, որպեսզի օրը փոխվելուց հետո գնար շնորհավորելու եղբոր Պայքար Գրիգորյանի տարեդարձը, ով ի դեպ այժմ տնային կալանքի տակ է։ Նա դեռ փետրվարի 5-ին նույն այս հասցեում տեղի ունեցած սպանության գործով մեղադրյալներից մեկն է։ Իսկ այդ վիճաբանությանը հիշենք զոհեր դարձել գյուղապետի պաշտոնը զբաղեցնող իշխանական Մհեր Ախտոյանի 29-ամյա ազգականը, հենց իր ծննդյան օրը, ու հիմա պնդումներ կան, թե համայնքապետ Գրիգորյանի ուղղությամբ հրացանի փողը գործի դրած ենթադրյալ հանցագործը պատահական օր չէր ընտրել, դարձյալ ծննդյան գիշեր էր։ Այստեղից ճանապարհները տարան հետ դեռ տարեսկիզբ, օդում կախվեց հարցը, անձնական վրեժխնդրություն, կադրում Նարեկ Օհանյանն է, փետրվարին սպանված քաղաքացու եղբայրը։ Կանխամտածված էր այդ ամեն ինչը, այդ բանը այդ ամենը չեմ գիտակցել, բայց հիմա այս ամեն ինչը որ վերլուծում եմ, հասկանում եմ, որ այդ ամեն ինչը կանխամտածված էր, նախապես պլանավորված էր տան վրա հարձակումը, նպատակը պարզա Մհեր Ախտոյանն էր, քանի որ ես ու եղբայրս էլ առաջիններից ենք եղել, որ թույլ չենք տվել, դրա համար առաջիններից ենք եղել, որ միանգամից մենք ենք հենց դրան դեմը թույլ չենք տվել, էլի, որպեսզի այդ ներխուժումը կատարվի։ Պետք է նաև ենթադրվեր, որ կարող է այդ դեպքը շարունակություն ունենալ, որովհետև նախկինում նմանատիպ դեպքեր արդեն ցույց են տվել, որ երբ որ մի սպանությունը տեղի ունենում, ավելին երբ որ քաղաքական ինչ-որ հարցեր են շահարկվում, դա չի կարող այդ մի դեպքով ավարտվել։ Ու այո, իրավապահ մարմինների համար, քննչական կոմիտեի համար դա կարող էր լինել հիմք ենթադրելու, որ դա շարունակություն կարող էր ունենալ ու միջոցներ ձեռնարկվեին։ Վարչապետն օրինակ Facebook-ում գրել է, որ մանրամասն վերլուծության պետք է ենթարկվի հարցը, թե կանխարգելիչ ինչպիսի գործողություններ պետք է կատարվեին Փարաքարում բռնությունների շարք թույլ չտալու համար, ովքեր պիտի կատարեին այդ գործողությունները եւ ինչու չեն կատարել։ Իսկ արդարադատության նախարարն այն համոզմունքն ունի, որ պետությունը չի հասցնում կանխել բոլոր արարքները ու այսպես միայն մեր երկրում չէ։ Գուցե եւ հնարավոր էր եւ գուցե եւ հնարավոր չէր։ Տեսեք, մենք իդեալական աշխարհում չենք ապրում, ցավոք, մեր երկրում այո տեղի են ունենում հանցավոր արարքներ։ Ընդհանրապես կոնկրետ դեպքեր կանխելու տեսանկյունից իրավասու մարմինները
Միայն հստակ տեղեկություն ունենալու դեպքում կարող են կանխել, բայց եթե մենք հիմք ընդունենք շրջանառվող տեղեկությունը, որ հասարակգյուղացին գիտեր ինչա տեղի ունենում, առնվազն իրավապահ մարմիններն էլ պետք է տեղեկացված լինեին։ Մենք ունենք համայնքային ոստիկանություն, ովքեր որ եկեք խոստովանենք, որ ամեն ինչից տեղյակ են։ Պետության գործը հետևյալում է։ Ինչպես են վերլուծվում այս հանցագործություններն առհասարակ, որտեղ գործի քննությունը, իրավաբանությունը սա մի բան է, բայց այս գործի քննությունը կարևոր նյութ է, մատերիալ է, հետագա անալիզի համար։ Հետագա անալիզը անում են քրեական հոգեբանների, անում են քրեաբանների, կրիմինալոգների, անում են սոցիոլոգների, բազմամասնագիտական խմբով։ Մեր պետությունը երբևէ դա չի արել եւ հիմա էլ կարծում եմ չի անելու։ Գործով հիմա արդեն մեկ ձերբակալված կա, հենց Նարեկ Օհանյանն է։ Նրան իրավապահները հայտնաբերել են իր տանը, ըստ պաշտոնապես հաստատված տեղեկությունների, ոստիկանական շները գտել են այրված հագուստի հետքեր, որոնք էլ հասել են մինչև նախկին գյուղապետի հորաքրոջ որդու տան մոտակայքը։ Շրջանառվող հնարավոր վարկածով ենթադրյալ հանցագործը ամենայն հավանականությամբ փորձել է այրել հագուստը, սակայն այն մինչև վերջ չի վառվել։ Հետո հարևանի հողատարածքով մտել է իր տուն, որպեսզի հետքերը կորցնի եւ ստեղծի տպավոր թե այդ ժամին տանն է եղել։ Կատարված անհետաձգելի գործողությունների արդյունքում ձերբակալվածին պատկանող շինությունում հայտնաբերվել են քրեական օրենսգրքով արգելված արարքին վերջինիս առնչությունը հաստատող բացահայտ հետքեր, այդ թվում հանցագործության կատարման պահին օգտագործված դիմակը, ձեռնոցները, կոշիկները, բաճկոնը, որոնք փորձ է արվել այրել։ Հայտնաբերվել է նաև գիշերային տեսանելիության սարք։ Ինչ կարող եք ասել սպանության հետ կապված, դուք ընդունում եք մեղադրանքը։ Ինչ կապ ունեք սպանության հետ։ Անցնող օրերի ընթացքում լրատվամիջոցների գլխագրերից անպակաս էր նաև հարցը, թե ինչպես է մարդասպանը ձեռք բերել զենքը, որն էլ գործի դրեց ընդդեմ 3 քաղաքացու, եւ այս պատմության մեջ աչք ծակող հանգամանքները ինչպես են վրիպել ամենատես իրավապահների աչքից։ Դե զենքն այլ նպատակով ձեռքը չեն առնում, չէ՞, քան դրանով թեկուս օդ կրակելն է։ Այս թեմայով քաղաքական դեմքերը կոշտ բառապաշար օգտագործեցին։ Օրինակ, մեջբերում եմ, հասարակության շրջանում ապօրինի զենք զինամթերքը վխտում է։ Փաստում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում ազատ շրջանառության մեջ է գտնվում զենքն ու զինամթերքը։ Այսինքն յուրաքանչյուր քաղաքացի անհայտ հեմքերից, վայրերից ձեռք է բերում զենք, թեև մենք ունենք զենքի շրջանառության մասին իրավական կարգավորումներ, որ 20 մետրի վրայից կրակահերթով ոչ մենահատ կրակություն, կրակահերթով բաց է թողնվում մոտավորապես 20-30 ապուշտ, որպեսի կրակի 3 հոգու անշարժ կանգնած, ոչ շարժվող թիրախի, անշարժ կանգնած 3 հոգու, որոնց իրարից կանգնելու հեռավորությունը չի գերազանցում 1 մետր։ Մի զենքով, որը նախատեսված է թշնամու կենդանի ուժը ոչնչացնել 700 մետրի վրայից։ Այս փոքրիկ դրվագը ինձ չի հուշում, որ մենք գործ ունենք մարդասպանության մեջ պրոֆեսիոնալի հետ։ Եթե քաղաքացին չգիտակցելով զենքի կրելու անթույլատրելիության մասին կարողացել է զենքը ձեռք բերել, ինքը նաև ենթադրում է, որ դա ինքը օգտագործելու իրավունք ունի։ Իսկ զենք ձեռք բերող անձը ինչ միտումով է զենք ձեռք բերում, բնականաբար օգտագործման միտումով։ Այս գործում ի դեպ ըստ մասնագետների հիշատակման է արժանի նաև այն դրվագը, որ սպանության դեպքից հետո Վաղարշապատի բաժնում ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն անձամբ էր գլխավորում օպերատիվ հետախուզական եւ դեպքին առնչվող մյուս աշխատանքները։ Դե վարչապետը Facebook-ում նույն գրառման մեջ նշել էր նաև, թե մեջբերում եմ, իրավապահները պարտավոր են շուտապույտ բացահայտել հանցագործության մեջ ներգրավված բոլոր անձանց մեջբերման վերջը։ Կառույցի ղեկավարն էլ հավանաբար մեսիջն իր ուղղությամբ էր ընդունել։ Քրեական արդարադատության փորձագետի համոզմամբ այս պրակտիկային վերջ տալ է պետք։ Իմ համայնքային ոստիկանը իմ համայնքում եկան հեղինակություն լինի, որ այդ տարածքում որևէ հանցագործության ժամանակ միլպետը այդ տարածքի ոստիկանապետը հայտնվելուն պես ունենա ավելի մեծ հեղինակություն, հնչյակություն, քան այսօր նախարարը մոտենում է ոստիկանության բաժնին։
այդպես պիտի լինի։ Մերձավանի սպանության դեպքից հետո նկատենք նաև պաշտոնանկ են արվել քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Բդոյանը սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է քննչական կոմիտեի Արմավիրի մարզային վարչության պետ Հրաչյա Ղազարյանը։ Այս պահին այսքանն է, նոր պաշտոնանկություններ, նոր զարգացումներ կլինեն, հարցն օդում է կախված։ Էդուարդ Պողոսյան, Զոհրաբ Քարամյան, Վահրամ Ավոյան, Սուրանգյուն։